Չարենցամանցիներն այսպես են դիմավորում իրենց չեմպիոններին Տարոնն ու Հրաչիկը, ձեռնամարտի պատանեկան առաջնությունում դարձել են Եվրոպայի չեմպիոն և 3-րդ մրցանակակիր, առաջնությունն անցկացվում էր Գերմանիայում։ Ես Տարոն Ըրքոյանն եմ, մասնակցել եմ Եվրոպայի առաջնությանը, հաղթել եմ 3 գոտեմարտ, առաջի գոտեմարտը հաղթել եմ գերմանիացի մարզիկին, երկրորդ գոտեմարտը հաղթել եմ ռյումյանացի մարզիկին, երրորդ գոտեմարտը եզրափակիչը արդեն հաղթել եմ մորդովացի մարզիկին։ Այս գոտեմարտները անցկացնելուց հետո շատ հպարտ եմ, որ ինձ այսպեսի դիմավորեցին։ Շնորհակալություն եմ հայտնում իմ մարզիչին, շնորհակալություն եմ հայտնում իմ ֆեդերացիայի նախագահ Զալիկո Համբարյանին։ Այս հաղթանակս նվիրում եմ Չարենցավանին եւ մեր հայ ազգին։ Դժվար էր հաղթել, կամ որ մրցակիցներ ավելի դժվար։ Դժվար էր հաղթել ֆինալում, եզրափակիչում, ամենադժվարը եզրափակիչն էր։ Հրաչիկ Մելոյան եմ, անցկացրել եմ 3 մենամարտ, առաջին մենամարտը անցկացրել եմ ֆրանսիացի մարզիկի հետ, նրան կրելուց հետո ռուս մարզիկի հետ մենամարտը միավորների տարբերությամբ կրվել եմ, ցավոք սրտի, երրորդ մենամարտը երրորդ մեդալի համար ես մրցել եմ գերմանացի մարզիկի հետ եւ կրել։ Իմ հաղթանակը ուզում եմ նվիրել իմ հայ ազգին եւ իմ ծնողներին։ Հաջորդ նպատակները որոնք են։ Հաջորդ նպատակներս որ դառնամ չեմպիոն, մեր հայ ազգի անուն բարձր պահեմ։ Քո հաջորդ նպատակը, Հաջորդը աշխարհի առաջնության ոսկին եմ բերելու։ վստահ ես։ Վստահ եմ։ Մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունն է, որը տեղի ունենում Գերմանիայի Վոլֆսբուրգ քաղաքում։ Երկու մարզիկ ունեինք, երկուսն էլ մեդալով վերադարձան, այս մեր ձեռնամարտի պատմության մեջ առաջի Եվրոպայի չեմպիոնն է ու հպարտ եմ, որ հենց իմ մարզական ակումբից ու հենց Չարենցավանից եղավ չեմպիոնը։ Շատ ուժեղ մրցումներ էր, շատ ուժեղ կազմակերպված բարձր կարգի։ Մենք էլ նման արդյունք ունեցանք, ճիշտ է սպասում էինք բարձր արդյունքներին, պատրաստվել էինք այս մրցումներին շատ երկար ու այս արդյունքը այդ երկար պատրաստման արդյունքը։ Հաջորդը ո՞ն է նպատակը։ Հաջորդը արդեն աշխարհի առաջնություն, մարտից օգտվելով ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել մեր բոլոր աջակիցներին, ամենասկզբում պարոն Գալստյանին շնորհակալություն հայտնեմ, որ մեզ ամեն ինչով աջակցել է մեր կողմը եղել ընթացքում։ Չի եղել այդպես մի հարց, մենք չզանգենք, չասենք ու ինքը այդպես նույնիսկ այդտեղ գտնվելով այնտեղ մեզ լիքը աջակցություն ա ունեցել, նաև մեր ֆեդերացիայի նախագահ Զալիկո Համբարյանը ու ում շնորհիվ որ մենք հասանք այս առաջնությանը ու կարողացանք նման արդյունքներ տանք։ Ու մեր այս բոլոր ծնողներին, մեր համայնքին, չգիտեմ, մեր ազգին, որ մեր կողքն են եղել, մենք նաև այս մենք կրկնակի հաղթանակ ենք ունեցել, մենք մասնակցում էինք նաև Չարենցավանում բյուջետավորման ծրագրի ու մեր նախագիծն է հաղթել, պետք է մարզական մեծ հրապարակ կառուցվի մարզասարքերով բացօթյա հասանելի մեր համայնքի բոլորին ու այս մեր համար ոնց որ կրկնակի հաղթանակ մենք այսօր ունենք։ Նույն օրն է եղել այդ նույն բանը, համ Տարոնը չեմպիոնա դառը, համ էլ այս հաղթանակը ստացել։ Շնորհավորում եմ, հաջողություններ եմ։ Ես եմ շնորհակալ, մերսի շատ։ Հավաքականը բաղկացած էր 15 հոգուց, բայց ցավոք մենք մեկնեցինք 2 մարզիկով, հավաքականի գլխավոր մարզիչ Վազգեն Մարկարյանի հետ։ Նպատակներն են ձեռնամարտը Հայաստանի Հանրապետությունում տարածել, որպեսզի երեխաները զբաղվեն ձեռնամարտով, սպորտով, ձեռնամարտը մի մեծ ընտանիք է, որ կարողանան երեխաներին փողոցներից կտրենք, եւ մեր նպատակներն են, որ Եվրոպայի աշխարհի կամ միջազգային մրցաշարերում մենք փառք ու պատվով ներկայացնենք մեր հայրենիքը Հայաստանի Հանրապետությունը եւ աշխատում ենք, որ չեմպիոններ տանք, որ մեր երկրի պատիվը բարձր պահենք, երագույնը ծածանենք այլ պետություններում։ Եվրոպայի մրցաշարը շատ լավ էր կազմակերպված, մասնակցում էին 223 մարզիկ 16 եվրոպական պետություններ, որից մեկ Հայաստանի Հանրապետությունն էր եւ մենք մեր փոքր թիմով բայց շատ լավ արդյունքներ կայացրեցինք։ Աշխարհի առաջնության համար ինչ եք պլանավորում, ինչ նպատակներ եւ ինչ ցանկություններ, ինչ պլաններ կան։ Աշխարհի առաջնությունը տեղի ունենալու Թուրքիայում
նպատակները հավաքականը մարզել, ավելի լավ մարզել, այս Եվրոպայի առաջնությունում ինչ թերություն ունենք, աշխարհի առաջնությունում մենք կշտկենք եւ Թուրքիայում իմ կարծիքով ավելի բարձր հարկի մեդալները կբերենք Հայաստան Թուրքիայից։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։